պանորամայում Տիկին Կարապետյան, վերջին շրջանում ոչ միայն ոստիկանական վարչությունում համակարգում, այլ առհասարակ տարբեր ոլորտներում շատ են բարձրաձայնվում քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նվաստացումների, ատելության խոսքի առումով, դա ինչի մասին է խոսում, նաև հենց լրագրողների։ Սա ցավալիորեն ես ամեն անգամ մատնանշում եմ իշխանություններին, ինձանից շատ վիրավորված ու նեղված են, բայց սա իսկապես իրենց խնդիրն է, որովհետև իրենց ձեռքում կան գործիքներ եւ միջոցներ եւ հնարավորություն եւ առնվազն գոնե իրանք են դրա մասին ամեն անգամ հայտարարում, որպեսզի կասեցնեն անընդհատ մեկը մյուսի հասցեին ատելության խոսք հնչեցնելը ինքը չի կարող անհետևանք լինել, ինքը անպայման հասարակության ներսում գտնում է իր, այսպես, ինչ ասեմ, ֆանատների։ Ու երբ որ շարքային քաղաքացին տեսնում է, թե ոնց է ամենաբարձրաստիճան պաշտոնյան որոշակի շարժումներով կամ բառամթերքով կամ պահվածքով, վարքով, հայացքով, եթե ուզում եք դիմացինի հետ անհամաձայն իրենց հետ անհամաձայն մարդկանց հետ վարվում, ինքը համարում է, որ դա վարքագծի նորմալ կանոն է, որ ճիշտը տենց է։ Ու այս իշխանությունը այո մեծագույն պատասխանատվություն ունի ու մեղքի բաժին ունի, որովհետև ինքը կարող էր եթե այդպես հեղափոխական են, ասել որ լավ, եկեք կանգնում ենք, այստեղ կանգնում ենք, այսօրվանից մենք կանգնեցնում ենք, մենք գոնե, չգիտեմ, բան ենք հայտարարում, հա, մորատորի ենք հայտարարում այդ ատելության խոսքի, բայց իրենք ամենացածր ռանգի, ամենայն չնչին ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովնիկներ, այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ ինքը չի կարող անհետևանք կորել, ոչ մի էներգիա, հատկապես բացասական լիցքավորված էներգիան ինքը չի կարող կորել բնության մեջ, ինքը անպայման իր դրսևորումները գտնելու է, բայց այլ իրանց համար շատ վատ լուր ունեն, իրանք լավ չեն պատկերացնում, որ ինչքան իրանք բացասականը գեներացրեցին, այնքան իրանց վերադառնալու է շատ ավելի բացասական, իրանց մերժելուց թավվիշով վախենամ չմերժեն։